Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլու սերփոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Կշարունակենք միասնապար սերդել Սուկրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը։ Հասած ենք սերդելու 51-րդ գլխու 3-րդ մասը։ Նախ եկեք ընթերցեմ ձեզի բնակիրը քրափարով եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ։ Փան ձա այբ քիմմաս իխորոց սրդից խոսքընդ աստուծո որբես 100-րդ երկրորդ Սաղմոսն օրտնապան հրաշավորական ըզվհադելույս ըսիրտ ըսպոպե եւ մեծ հույս գնաց ավիդարանե արփրգությանն հանդես, որ հաղթականն է թիված եւ դարագույս փանսարգվին, որի પર ըսխաչին դերունի նշան, բարեփախտ, բանձալի, ըսկանչելապար, անխոնարհելի բարձրությամբ լուսո եւ ամբարդելի վերնույն զորությամբ գանկնյալ է ախոյան անվանական եւ անշարժական ամենայնիվ հավդենական ընթեմ անփարի փարուց բռնությանն փելիարա, որ ունի հինքյան քանցս հոգևոր օկտից քիդողած մդած, ընձայալս ըզբարդումն մահու եւ ըզլուծումն մեղած, եւ հույսս գրգինս հերգուս հավիդյանս, եւ ըզնորոքումն խոստման, անեղծության արտարոցն, գանոնս, բարեհրավերս եւ գենթանադուրս, քրյալս հոգվովն աստուծո, որբես ամենայնի իսկ երկ սաղմոսացն մաքուր սրդից է դեսանելի, գդակ կենաց մարդկան նգարյալ։ Սիրելներ բզդիկ վերակաղմը ընենք, տեսանք թե ինչպես այս սաղմոսին ըսկիսպը առաջին մասի մեջ սուտ նարեգացին դիրոջ թիմեց եւ ըսավոր դեր, որու աղաչեմ, որու թիմեմ, իմ հոգիս պրգության համար։ Մարդոց, մարդիկ իրենք մեղքերու մեջ են, ղեկավարներու, իրենց աթորը, իրենց բաշտոնը քնայուն է, իրենք առավելապար գփորձեն մարդիկը մեղավոր քդնել եւ զայն փանդարգել, սպանել։ Եղբորս, որ ինքնալ անջարակ վիճակի մեջ է, ինքնալ օգնության գարիք ունի, հորս, որ արդեն ձերացած է, հազիվ իր գարիքներուն գասնի, մորս, որ այս կյանքեն արդեն մեկնած է, որու թիմեմ, միայն քեզի կթիմեմ, ով ամենակարող Աստված, միայն թուն գրնաս, գենթանացնել, կյանք տալ։ Երկրորդ մասի մեջ տեսանք, սուտ նարեգացին կշարունակի եւ գսե դեր, եթե փախչիմ, թուն յետևես կվազես։ Եթե սդեմ ջամփաներս ճշմարտության մեջ կարաչ տորտես։ Եթե մեղքերու մեջ են ընտանամ, թուն դարձյալ կհրավիրես ինձի։ Եթե սխալ ջամփաներ ընտրեմ, թուն գուղես սանոնք։ Եվ ետ ինձի կհագցնես, որդիության բադիվը, ետ ջամփաներու մեջ են կարաչնորտես, ետ կխրադես, եթե տեսնես, որ գթանթաղիմ իմ ապաշխարությանս մեջ կհամբերես։ Եվ ահա սիրելներ Աստուծո ողորմությունն է, որ ցույց գուդա սուրբ նարեգացին։ Հիմա երրորդ այս մասի մեջ պիտի տեսնենք, որ սուրբ նարեգացին Սաղմոսեն օրինակ կառնե եւ ցույց կտա, որ այդ Սաղմոսի մեջ են Աստված արդեն իր քութը, սերը, ողորմությունը, համբերությունը ցույց կտա մեղավորներուս նկատմամբ եւ այդ Սաղմոսը մեզի համար կդառնա հույս, հզոր հույս ընդեմ սատանային չարվոքիներուն եւ անոնց բոլոր արտած խապկանքներուն։ Առաջին քանի մտողերը թարգմանեն նարեգացին գսե 102-րդ օրտնապանության հրաշալի Սաղմոսը գսփոփե գամոքե կփժշկե վհադածիս սիրտը եւ ցանկի մեծ հույս գավեդե փրկության իբրև հավաստիկ։ Այստեղ սիրելներ երբ սուրբ նարեգացին 102-րդ Սաղմոսին գագնարգե հունարեն 70-ից թարգմանության թվարկումին համաձայն 102-րդն է
Եթե դուք ունիք հունարենեն թարգմանված ուրեմն սաղմոսները, ապա 102-րդ սաղմոսն է։ Իսկ եթե ձեր ցերկի մեջ գա ուրեմն եբրայերենեն թարգմանված սաղմոսները, ապա անիգա թվարկումներու մեջ 100-րդ սաղմոսն է։ Նախքան բացատրության անցնելս կուզեմ բզդիկ այսպես ցեզի բացատրությունը տալ, որբեսի չշփոթիկ, որովհետև օրինակ հունարեն թարգմանության մեջ 22-րդ սաղմոսը եբրայերենի 20-րդ սաղմոսն է, դերը հովիվս է։ Կամ 90-րդ սաղմոսը հունարենի թարգմանությամբ եբրայերենի 91-րդ սաղմոսն է, ով որ ամենագարողին պաշտպանության ցերկին դակ ուրեմն գբահբանվի, անիգա Աստուծո բահբանությունը պիտի գտնե եւ այլն։ Հետևաբար ինչու համար այս թվարկումի դարբերությունը լավ գլա որ իմանաք, որբեսի շփոթի չմատնվիք։ Ասեմ որ 9 եւ 10 սաղմոսները հունարեն 70-ից թարգմանության մեջ անոնք որբես մեկ ամբողջական սաղմոս կներկայանան, որովհետև եբրայերեն այփուփենի գարկով գրված են։ Բայց եբրայերեն բնակրին մեջ այս 9 եւ 10 սաղմոսները առանցին սաղմոսներ են, 9 եւ 10 սաղմոսներ, եւ ոչ թե հունարենի նման մեկ սաղմոս։ Ըստակ է, այդ կեսկսի ահավասիկ տարբերությունը։ 9-րդ սաղմոսը իր մեջ կփովանտագե նաև 10-րդ սաղմոսը հունարեն թարգմանության մեջ, իսկ եբրայերենին մեջ սիրելներ 9 եւ 10 անչափ սաղմոսներ են։ Եվ այսպես այս թվարկումի դարբերությունը գերգարի մինչև 147-րդ սաղմոսը։ Ատկե վերջ արդեն դարձյալ ետ կմիանա եւ գավարդի 150 սաղմոսներով։ Ուրեմն եւ որ այստեղ Սուրբ Նարեկացին գխոսի 102-րդ սաղմոսի մասին, որովհետեւ քրապարը հունարեն 70-ից թարգմանութենեն թարգմանված է, հետևաբար 102-րդ սաղմոսը եբրայերեն բնակրի մեջ 100-րդ սաղմոսն է։ Այն սաղմոսն է, որ գսե օրհնե դերը ով իմանցս եւ անոր բոլոր բարիքները մի մոռնար։ Հիմա վերադառնամ բացատրության։ Ես 100-րդ սաղմոս պիտեսեմ, բայց իմացեք, անոնք որոնք հրապարեն թարգմանված կամ 70-ից են թարգմանված ուրեմն սաղմոսունին իրենց երկի մեջ սաղմոսարան 102-րդ սաղմոսն է։ Ուրեմն 100-րդ սաղմոսը զոր գրած է Դավիթ թագավորը ինքը, այս սաղմոսի մեջ Դավիթ կխոսի Աստուծո անհուն սիրույն մասին հանդեպ մեզի մեղավորներուս, թե ինչպես Աստված մեր մեղքերը գներե ու գքավե։ Եվ այս սաղմոսի մեջ Դավիթ նախ կսկսի իր անձին հետ խոսիլ եւ իր անձին ասել օրտնապանե դերը ով իմանցս եւ անոր բոլոր բարիքները մի մոռնար։ 100-րդ սաղմոսը սկիզբը մինչև վերջ իսկապես որ եւ օրտնապանության սաղմոս է եւ հուսատրող սաղմոս է սիրելներ, որովհետեւ մենք երբ որ գարտանք այս սաղմոսը եւ գտեսնենք թե ինչպես Աստված ողջի բահեր մեր նկատմամբ, հավիդյան փարգացած չի մնար մեղավորներուս նկատմամբ, այլ ինչպես հայրը գքուրքուրա իր որդիները, այդպես Աստված գքուրքուրա մեր վրա եւ գներե մեզի մեր փազում մեղքերը։ Ես հիմա սաղմոսներեն այս սաղմոսեն սիրելներ գարկմը խոսքեր պիտի մեջ բերեմ։ Օրինակ 3-5 համարներու մեջ 100-րդ սաղմոսի Դավիթ կսե. Անե Աստված է որ գքավեք բոլոր մեղքերդ, գփժշկե բոլոր հիվանդություններդ, անե որ ցանկդ գփրկե գորուստեն եւ իր սիրովն ու կտությամբ գբարուրե քեզ, անե որ բարիքներով գլեցնե քու ցանկդ, այնպես որ միշտ երիտասարդ մնաս արձիվներու վես։ Ահա սիրելներ այս հույսը նորոգության արդեն քիչ վերջ Նարեկացին բիդսե որ այս սաղմոսը մեզ նորոգող է խոստանա նորոգություն արձիվներու պես մեզ վերանորոգել եւ անորամար է որ Սուրբ Նարեկացին այս սաղմոսին մասին առաջին դողի մեջ որ թարգմանեցի գսեր գսպոպե
գպժշկե վհադածիս սիրտը եւ ցանկի մեծ հույս գավեդե իբրև հավաստիկ անցիս բրգության իսկապես այս սամոսը գսպոպե գպժշկե մեր հոգին գմխիտարե մեզ եւ հույս գավեդե ինչի անցի բրգության որ մեր անցը պիտի չգործվի որ սատանան գուզե հավիդենաբես մեր անցը գործված տեսնել բայց Աստված մեզի սիրելներ նոր հույս կուտա այս սամոսի մեջ են որ Աստված պիտի չգործնցնե մեր անցը պիտի չգործնցնե մեր հոգին այլ հավիդյան պիտի բրգե եթե դառնանք իրեն եթե իր ջամփաներու մեջ ենք ալենք հաջորդ դողը թարգմանեմ գսե որ գահախտե թևերուն եւ գշփոթեցնե փանսարգուն այս սամոսը 100-րդ սամոսը իսկապես որ թևերուն թեմ դարված հաղթանակ է մանավանդ որ երբ այստեղ գսվի 6-րդ համարի մեջ սամոսին դերը բոլոր զրգյալներուն արդարություն կհադուցանե եւ անոնց իրավունքը կպաշտպանե թևերը չարվոքիները ինչ կնեն սիրելներ չարվոքիները խիստ կփապակեին մեզ իրենց ջանգերուն մեջ բահել հավիդյան բայց Աստված ինչ հրավ Աստված իր սիրով պաշտպանեց մեզ ու կպաշտպանե մեզ ովքեր ենք մենք զրգյալներս ինչ բան է զրկված հավիդենական կյանքեն հույսեն բայց Աստված սիրելներ ահավասիկ իր որդին ղրգեց որ խաչին վրա իր արյունը թափեց ու բրգեց մեզ եւ պաշտպանեց մեր իրավունքները զրգյալներուս եւ դարձյալ մեզ ոտքի կանգնեցուց նաեւ այս սամոսը շփոթություն է փանսարգուին փանսարգու կնշանակե խապեպա ով է փանսարգուն սատանային դրված անունները մեկն է փանսարգու վիշապ փելիար ուրեմն շփոթություն է ինչու համար որովհետև մինչ սատանան անիրավապար մեզ զրգելով մեր իրավունքեն մեր որդիության բադիվեն իրեն յուրացուցած էր դեր Հիսուս Քրիստոս այս աշխարհ կալեն առաջ մարմնանալեն առաջ այլ խոսքով բոլոր մարդիկը որոնք կմեռնեին մեղավոր կամ արդար որուն ցերկին տակերտային չարին սատանային սատանան անոնց վրա իր ջանգերը երկարած էր իր դիրաբեդության դակ արած էր բոլոր հոգիները ուրեմն սատանան սիրելներ մինչ իր իշխանության իր ջանգերուն դակ կբահեր մեզ մեր հոգիները եւ սատանան այն հանգիստ վիճակի մեջներ որ այլևս ամբողջ մարդկությունը որ այս կյանքի մեջ ծնի մեռնի իրն են իր սեփականությունն են իր իշխանության դակ պիտի կան եւ ինքը որ պիտի չարչարե զանոնք հավիդենաբես ահա սատանան շփոթի մատնվեցավ ինչու որովհետեւ սատանան ինչ կխորեր որ ինչպես որ ինք մեղանչեց Աստուծո թեմ եւ հավիդյան դուրս տրվեցավ տրախտեն ահա խապեց մարդը ինքը եւ Աստված մարդս դուրս արտաքսեց տրախտեն եւ սատանան գարձեց որ այլևս հավիդյան իրն է ինչպես ասի բայց ով մեծ զարմանք ով մեծ շփոթություն սատանային համար ինչ պատահեցավ Աստված մարդիկը փրկեց ինչպես իր որդին Հիսուս Քրիստոս աշխարհ ղրգելով եւ Հիսուս իր կյանքը տալով իր արյունը թափելով մեր մեղքերը իր վրա առավ խաչվեցավ եւ մեզի կյանք շնորհեց ահա սատանան սիրելներ շփոթեցավ անոր այս սամոսի մեջ արցականքը գա Աստուծո մեզի հանդեպ մեղավորներուս հանդեպ ցուցաբերած անհուն սիրույն ողորմածության գարտամ ցեզի սիրելներ այս սամոսի 6-ն 14 համարները բիդուզեմ որ այս սամոսը ամեն կտալ անկիր սորվիկ միշտ կարտակ բայց լսեցեք ինչ կսե Դավիթ թագավոր ողորմած եւ բարեկու դերը համբերադար եւ կթարad անիգա մեզ չի մեղադրել մինչև վերջ հավիդենաբես մեզի թեմ ողջ չի բահեր մեր մեղքերուն համեմատ չի բաժեր մեզ մեր անօրենություններուն համեմատ չի ադուցաներ այլ որքան որ երկինքը բարձր է
երկրեն, այնքան մեծ է իր հոգածությունը իր մե ագնացողներուն հանդեպ։ Որքան հերույ արևելքը արևմուտքեն, այնքան մեզ մե հերացուց մեր հանցանքները։ Ինչպես հայրը գկուրկուրա իր զավակներուն վրա, այնպես դերը գկուրկուրա իր մե ագնացողներուն վրա, որովհետև ինք լավ գիտե մեր գազմվածքը եւ չի մոռնար, որ մենք հողեղեն ենք։ Գիտե Աստված, որ մենք հողեղեն ենք, հողեն ստեղծված ենք, հետևաբար դգար ենք, հողին բես փխրուն ենք, գրնանք ոյ մեկ ժամանակ փլիլ, սայտակիլ, ինալ, քլորիլ եւ ադորամար Աստծո ողորմությունը մեր վրա անպակաս է։ Փառք Աստծո, որ Աստված այս բոլորը գիտնալով սիրելներ ողորմեցավ մեզի եւ սատանան ահավասիկ շփոթության մատնվեցավ։ Այս խոսքերը զորս ընթերցեցի ցեզի արդեն խիստ շփոթ, դարագույս, երկմտություն, մտադանչություն գբաջարե խապեփա ու չար փելիարին, փանսարգուին, սադանային, ինչպես որսի, որովհետև անիկա հույս ուներ, որ մեղավոր մարդիկը այլևս հավիդենապես իր իշխանության դակ, իր ջանգերուն դակ պիտի լային, իր դիրաբեդության դակ պիտի լային, բայց ահավասիկ Աստուծո ողորմությամբ, Քրիստոսի մեզի շնորհած ներումով, քավությամբ, մենք ազատեցանք սատանայի իշխանութենեն ջանգերեն եւ նորոգվելով Աստուծո զավակներ դարձանք։ Սուրբ Աթանասը Սամոսի ներածության մեջ կսե թե եթե ովևէ վշտացած մեկը Սամոս երկե, ապա մեծ մխիթարություն կգտնե։ Եթե փորձության մեջ ինա դիրոճմի անոր բահբանություն եւ զորություն գլա եւ սատանան ամծած գգորսվի ու չի գրնար սասանեցնել արդարը։ Դարձյալ գսե եւ ժողովուրդը գլսեր Սամոսի ցայնը, թևերը ժողովրդին մեջ են գփախչեին եւ ժողովուրդեն ոմանքալ գսկսեին մարգարեություն անել։ Սիրելներ, իսկապես որ թևերը գփախչին մեզ մե եւ որ մենք Սամոսներ երկենք։ Իսկապես որ սիրելներ մեծ մխիթարություն կգտնե այն մարդը, որ հավատքով Սամոսներ կգարտա։ Միշտ գարտացեք Սամոսներ, սիրելի զավակներ Աստծո, ծնողներ, ծեր զավակներու անգողինին մոտ, երբ անոն քնացած են, Սամոս գարտացեք, որբեսի թևերը անոնց վրա ովևէ մեկ տեսակի աստեցություն չունենան։ Եվ գապ չունի թե որ ծեր զավակը երեխա է, մանուկ է կամ մեծահասակ է։ Դուք լուր ծեր զավգի անգողինին քով նստեցեք, երբ անոն քնացած են, դուք Սամոս կարդացեք հավատքով, որբեսի թևերը փախչին, որբեսի թևերը հալածվին եւ ծեր զավակները Աստուծո ճամփաներու մեջ են քալեն։ Հաջորդ դողերը գթարկմանեմ գսեն արեգացին, որ դերունի բարեփախտ ու բանձալի սկանչելապար խաչի նշանի նման անխոնարելի լույսի բարձրությամբ եւ երկնավորին ամբարդելի զորությամբ իբրև ախոյան գանկնած է անիգա այս Սամոսը աննահանջ ու հավիտենական անշարժ Փելիարի հորի փարկերուն բռնության թեմ։ Սուրբ Նարեգացին սիրելներ շարունակելով իր խոսքը 100-րդ Սամոսի մասին զայն գնմանցնե ինչի Քրիստոսի հաղթական խաչին։ Ըսկուշ սիրելիներ նմանություն է որ գբերը չսեր որ Սամոսը խաչի զորություն ունի, չէ, նմանություն, համեմատություն մը գնե։ Եվ գսե ինչպես որ դերունական խաչը եկեղեցվո մեջ գանկնված գհերացնե, գվանե, գհալածե ամեն տեսակ չար թև, նույնիսկ սիրելներ գրոնավորներ, եւ որ երթմնեցուչության առողջություն պիտի կատարեն, պիտի երթմցնեն
այն մարդիկը, որոնց մեջ չար ոգիներ կան, խաչի նշանով է որ գերտմնեցնեն, որբեսի սատանան խաչի նշանեն, չար ոգիները խաչի նշանեն, փախչին, խաչի զորութենեն, այդպես ալ սիրելիներ, ուրեմն Սուրբ Նարեկացին գսե, որ այս Սաղմոսը երբ որ գարդասամվի, սատանային զորությունը գդգարանա։ Աստված այս Սաղմոսը որպես լույսի բարձրություն, որպես ամբարդելի զորություն գանքնեցուցած է։ Եվ այս Սաղմոսը աննահանջ հավիտենական անշարժ գանքուն է, որութեմ Փելիարին, ով է Փելիարը, քիչ առաջսի, սատանայի անունները մեկն է Խապիփան, ուրեմն Փելիարին հորի փառքերուն բռնության թեմ։ Չար սատանան միշտ մարդիկը ինչի առաջնորդ է հորի փառքերու, վատ կյանքի, բղձությանց։ Ահա այս Սաղմոսը սիրելիներ հույս է, աննահանջ զենք է, ախոյան է, ընթեմ Փելիարին, սատանային հորի փառքերուն, որովհետև մարդ սիրելիներ, երբ որ չերմերանտությամբ կգարտա այս Սաղմոսը եւ բոլոր Սաղմոսները անշուշտ, բայց հատկապես այս Սաղմոսը, այդ ժամանակ սիրելիներ մարդը հավատքով ընթերցած այս Սաղմոսին ընթացքին պիտի կարողանա իսկապես իր մե հերացնել չար ոգիները։ Հիշեցեք ինչպես որ Դավիթ մարգարեն, Դավիթ թագավորը, երբ որ Սաղմոս գերքեր եբրայեցիներուն Իսրայելի Սավուխ թագավորին մեջ են չար ոգիները ինչ կլային, դուրս կելեին, կփախչեին։ Կգարտանք մենք թագավորած կրկի մեջ, թե ինչպես երբ որ Սավուղը որ չար ոգի է ներբնակվեր, Աստուծո հերացած էր, երբ որ չար ոգի է ներբնակվեր, Սավուղը Դավիթը գարներ եւ Սաղմոս կերքեր ու չար ոգիները կփախչեին։ Մեծ է սիրելներ Սաղմոսներու զորությունը։ Անիգա համեմատությամբ անշուշտ խաչի նման գանքնված է, աննահանջ, անխորդագելի, ընթեմ չարին, ընթեմ սատանային, ընթեմ անոր հորի փառքերուն, չար վարքին, որբեսի իսկապես մարդիկ սիրելներ հավատքով ու չերմերանտությամբ գարտան այս Սաղմոսը եւ Աստուծո ողորմության ապավինելով ցերպազադին սատանայի բոլոր դեսագի հորի փառքերեն։ Գշարունակեմ վերջին թեր հատվածը Սուրբ Նարեկացին գսե որ քիդագից միտքերուն համար իր մեջ կփովանտագե այս Սաղմոսը հոգեշահ կանցեր, որոնք գնձայեն մահվան բարդություն, մեղքերու լուծում, նաև գրգնագի հույսեր երկու աշխարհներու համար եւ արտարներու անեղծանելի նորոգության խոստում, Աստուծո հոգիով կրված գանուններ, բարեհրավեր ու գենթանադու։ Սուրբ Նարեկացին սիրելիներ գշարունակե ցույց տալ 100-րդ Սաղմոսին ընծերած հոգևոր բարիկները հավատացյալներու կյանքի մեջ։ Եվ այսպես գսե որ այս Սաղմոսը հոգիով գարտացողներուն կամ քիդագից միտքերուն համար իր մեջ գփովանտագե հոգեշահ կանցեր։ Ինչ են այդ հոգեշահ կանցերը, որոնց մեջ կարելի է օգտվել, ընթերցողը գրնա օգտվել, երբ այս Սաղմոսը գարտա։ Գսե այստեղ Նարեկացին բարդության գմատնե մահը, սատանան, մեղքը, որովհետև այստեղ գտեսնենք այս Սաղմոսի մեջ թե ինչպես Աստված գներե մարդոց մեղքերը, հետևաբար Աստված ներելով մեր մեղքերը բարդված կլա սատանան, բարդված կլա մեղքը, բարդված կլա մահը, որ գուզեր մեզ իր իշխանության տակ արդել։ Մեղքերը գլուծե, գկավե մեղքերը, գրգնակ հոգևոր հույս կուտա երկու աշխարհներու մեջ, թե այս աշխարհի մեջ եւ թե ավիդենական կյանքի մեջ։ Որովհետև այս աշխարհի մեջ սիրելներ մաքրվելով մեղքերեն մենք գենթանի հույս կունենանք հավիտենական կյանքը ժառանգելու,
Ահա տեսեք, որ գրգնագի հույս է թե այս աշխարհին համար եւ թե հանդերձյալ կյանքին համար եւ նաեւ գսենարեգացին գնորոքե արտարներու անեղծ մնալու խոստումը ինչպես որ քիչ առաջ գարտացի գսե որ արձիվներու պես գվերանորոքե մեզ Աստված մեր մեղքերը ներելով ահա այս արտարներու անեղծ մնալու խոստումն է որ գդրվի այստեղ եւ այս բոլոր խոստումները ինչ են նարեգացին գսե ցանկ դվող գենսադու ցանկ դվող եւ երջանկության հրավիրող կանոններ որոնք Աստուծո հոգիով կրված են այո սիրելներ սամոսներ Աստուծո հոգիով կրված են Դավիթի լեզուն Սուրբ հոգին խոսքի եղավ Դավիթի լեզուն Սուրբ հոգին խոսքերը փոխանցեց մեզի Գենսադու խոսքեր են ասոնք ցանկ բարգեվող խոսքեր են երջանկություն բարգեվող խոսքեր են հույս բարգեվող խոսքեր են մխիթարություն տվող խոսքեր են Եվ որ գիտենք որ մենք մեղավոր ենք ու գործվելու արժանի բայց Աստված կքավե մեր մեղքերը կներե մեզի մեր բոլոր հանցանքները կբժշկե մեր բոլոր հիվանդություններն եւ մեզի գազադե աբագանութենե նոր ցանկ շնորհելով Միթե ասոնք սիրելներ Աստուծո հոգիով խոսված խոսքեր չեն Դավիթ գսե 100-րդ Սամոսի 17-18 համարներու մեջ Սակայն Տիրոջ հոգածությունը անվախճան է Անոր արդարությունը մշտական է իր մե ագնացողներուն հանդեպ Անոնց հանդեպ որոնք իր ուխտին հավատարիմ են եւ չեն մոռնար կործատրել իր հրահանգները Զուրդեր չէ որ սիրելներ այս սաղմոսը մեր եկեղեցվո մեջ կոնե ամեն արավոտ գսվի Քիշերային ժամերկության ընթացքին այսինքն նախքան լույսին բացվելը նախքան արևուն ելելը քիշերային ժամերկությունը սիրելներ մեր եկեղեցվո մեջ մոտավորապես արդվան ժամը 4-ին կգադարվեին վանքերու մեջ անցյալին այսօր արավոդուն կգադարվին արևը բացվել են վերջ որբեսի մարդիկ իրենք ալ ներգալան բայց անցյալին արավոտ գանուխ լույսը չբացված այս սաղմոսը գսվեր քիշերային ժամերկության ընթացքին Մենք սիրելներ 7 ժամերկություններ ունենք, առաջինը քիշերային ժամերկությունն է։ Եվ այս սաղմոսը մշտապես կսվի, դերզիփազում եղեն նեղիչքիմ այդ սաղմոսի մեջ կսվի, որ կավե ուրեմն ըզմեղսկո, բժշկե զամենայն հիվանդությունսկո, որ լնու հաբագանութենե ըզգյանսկո, բսագեսկես ողորմությամբ եւ կտությամբ։ Այս սաղմոսը կսվի։ Եվ մենք ալ սիրելներ երբ արդու արտնանք Խոսինք մեր անձին հետ Ինչպես որ գգանքնենք հայելիին թիմած Եվ մեր երեսը գլվանք Մեր մազերը գսանդրենք Մեր թեմքը գշբարենք Գանանց բարակայինը խոսքը Գհարտարենք մենք մեզ Այլ խոսքով մենք մեր անձը գտեսնենք հայելիի մեջ Այդպես ալ սիրելներ Աստուծո հայելիին մեջ մեր անձը գանքնեցնենք Եվ խոսինք մեր անձին հետ Եվ ասենք Օրդ նեդերը ով իմ անձս, անոր բոլոր բարիքները մի մոռնար, որ քու մեղքերդ կկավե, քու աբագանություններդ քեզ գվերանորոքե, գբժշկե քու բոլոր հիվանդություններդ, քեզ ոտքի գանե ինգած վիճակետ, գվերանորոքե քեզ արձիվի պես, խոսինք մեր անձին հետ, երբ դրտմած է, երբ մեղքի մեջ է, երբ դխուր է, երբ Ոյ մեկ ահավոր վիճակի մեջ է, ստրեսի մեջ է, դակնաբի մեջ է, ընկջախտի մեջ է, խոսինք մեր անձին հետ, ասենք որ ինչու համար ով իմ անձս դրդում դխուր վիճակի մեջ ես։ Աչքերդ ուղղե Աստուծո, աչքերդ ուղղե Քրիստոսին, անե որ պիտի մխիթարե քեզ, պիտի զորացնե քեզ, արձիվի պես պիտի վերանորոքե, անե որ ողջ չի բայր քու նկատմամբդ, այլ հորմը պես կկուրկուրա Որքան արևելքը արևմուտքերու է, այնքան դերը հերացուց մեր մեղքերը մեզ մե։ Խոսինք մեր անձին հետ, որ օրտնապանե դերը ոչ թե երեսը ծրած մնանք ամբողջ օրը, այլ սիրելներ օրտնապանենք դերը, ցնծությամբ օրտնենք Տիրոջ անունը։ Ահա սիրելներ այս սաղմոսին զորությունը։ Եվ ոչ միայն այս սաղմոսին, ահա Սուրբ Նարեգացին այս երրորդ հատվածը գավարդե
այս 3 դողերով եւ գսե Սաղմոսարանի բոլոր երկերն ար մարդկության համար քրի առնված մեգական գդակներ են գենթանի, որոնք սակայն դեսանելի են մաքուր սրդերուն։ Անոնք, որոնք մաքուր սրդով եւ չերմերանտ հավատքով գարդասանեն Դավիթի գրած այս սաղմոսները, այս բոլոր սաղմոսներն ասիլներ ավանդված մեզի Դավիթին գողմե, յուրաքանչյուրը մեգական մեզի համար սիրեներ ցանկի գենթանի գդակներ են։ Այո, ցանկի գդակներ են գդակված ոչ մարդկության, որ Աստուծո բադվերներուն եւ կանոններուն մեջ են կալեն։ Ինչպես որ Դավիթ մարգարեն գգարտանք 5 դագարանի 3-րդ թագավորած գրքի 2-րդ գլխու 3-րդ համարի մեջ իր որդին Սողոմոնի գդակ գծկե եւ գսե Աստուծո բոլոր բադվիրանները գդարե Աստուծո ջամփաներու մեջ են կալե անոր բոլոր կանոնները օրենքները բահե նույնպես ահա սիրելներ Դավիթ մարգարեն այս սամոսներու մեջ են մեզի ցանկի գդակ ցկած է որ ինչ որ մենք Աստուծո բադվիրաններու մեջ բադվիրանները բահենք կանոնները բահենք օրենքները բահենք խոսքերը բահենք եւ Աստուծո ջամփաներու մեջ են կալենք եթե իսկապես չերմերանտ հավատքով մաքուր սրդով մենք ընթերցենք սաղմոսները ապա սիրելիներ այդ ժամանակ այս սաղմոսները մեզ համար կդառնան օրհնություն միայն շրտերով մի ընթերցեք այս սաղմոսները այլ որպես օրհնություններ ընթերցեցեք որպես կանոններ ընթերցեցեք որպես Աստուծո ջամփու մեջ առաջնորդող ուղիներ ընթերցեցեք եւ այդ ժամանակ սիրելներ Աստուծո փյուրաբադիկ օրհնությունները սերը ողորմությունը քութը ներումը պիտի վայելեք հետեւաբար սիրելի եղբայրներ եւ քույրեր ինչպես արդեն տեսանք այս բացադրության մեջ սուտ նարեկացին որ երբ այս սաղմոսները մենք ընթերցենք երգենք լսենք ապա նոնք բոլորնալ մեզի բարի կբերեն թե այս կյանքի մեջ եւ թե հավիտենական կյանքի մեջ on ուրեմն եկեք սիրելներ այս սաղմոսներու մեջ են թիմենք մեր երկնավոր բարի դիրոջ անոր քութը ողորմությունը խնդրելով եւ Աստված որ մեզ իր որդին արյունով ներեց մաքրեց դարձյալ մեզ անարակ որդի նման որդիության բադիվի փարսացնե եւ մեզ բիդենտունի հավիտենական իր հարգերներս Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին